Մաթեմատիկական վերլուծության դասի 27-րդ դասախոսությունն է։ Ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք սկսենք այս դասընթացի վերջի թեման՝ հակադարձ եւ անբացահայտ ֆունկցիաների թեորեմները։ 13-րդ բաժինն է։ Հակադարձ եւ անբացահայտ ֆունկցիաների թեորեմները։ Ինչի մասն է խոսքը։ Խոսքը ոչ գծային հավասարումների լուծման մասին է։ Այսինքն ունենք ինչ-որ f ֆունկցիա։ Կարող ենք պատկերացնել ֆունկցիա, որը արտապատկերում է rm-ը, որը գնում է rm-ից rm, կամ գնում է rm գումարած n-ից rn, ու հարցը հետևյալն է, թե ասենք առաջի դեպքում կարող ենք օրինակ լուծել fx-ը հավասար է y հավասարումը։ Այսինքն կարող ենք գտնել f-ի հակադարձ ֆունկցիան, կամ երկրորդ դեպքում, եթե այստեղ փոփոխականներ նշանակենք x եւ y, x-ը n փոփոխական, y-ը n փոփոխական, կարող ենք արդյոք fxy-ը հավասար է 0 հավասարումը լուծել y-ի նկատմամբ։ Այսինքն առաջի դեպքում հակադարձ ֆունկցիայի թեորեմի դեպքում մենք պարզապես ուզում ենք լուծել ոչ գծային հավասարում fx հավասար է y։ Երկրորդ դեպքում մենք ունենք m գումարած n փոփոխական, բայց ընդամենը n հավասարում, բնականաբար լուծել չենք կարող, բայց կարող ենք որոշ փոփոխականներ հավասարումից անել, այսինքն նրանց նկատմամբ լուծել հավասարումը։ Այսինքն y-ը ներկայացնել որպես ֆունկցիա x-ից երկրորդ դեպքում։ Պարզ է, որ ընդհանուր դեպքում, այսինքն գլոբալ, եթե տանենք այս հավասարումներին, շատ բան ասել չենք կարող, որտեղ f-ի վրա f-ը ինչ տեսակ ֆունկցիա ասես կարող է լինել, բայց այստեղ նորից առաջ է գալիս անալիզի հիմնական մտահղացումը, որ կետի փոքր շրջակայքում կարող ենք ամեն ինչ բերել գծային դեպքին։ Դրա համար եկեք առաջի հերթին նայենք գծային դեպքը։ Ուրեմն օրինակ կամ օրինակներ, երկու օրինակ նայենք։ Ուրեմն առաջի օրինակը վերցնենք օրինակ երկրորդ դեպքը, երբ m-ը եւ n-ը հավասար են 1-ի։ m-ը հավասար է n-ի, հավասար է 1-ի։ Այսինքն ունենք երկու փոփոխականի ֆունկցիա fxy եւ ուզում ենք նայել fxy հավասար է 0 հավասարումը, եկեք նայենք գծային դեպքը։ Ուրեմն ax գումարած by գումարած ինչ-որ մի հատ սեթիվ։ Ինչ ենք ուզում ենք հասկանանք արդյոք ax գումարած by գումարած c հավասար է 0 հավասարումը կարող ենք լուծել, ասենք y-ների նկատմամբ։ Y-ի նկատմամբ մի y ունենք այս բանին։ Դե բնականաբար առանձնապես բան չկա անելու։ Եթե ասում ենք, եթե b-ն հավասար չի 0-ի, ապա կարող ենք լուծել y-ի նկատմամբ։ Այս պայմանը, որ b-ն հավասար չի 0-ի, ես կարող եմ գրել ուրիշ ձևով։ Այս նույն բանն է, որ ասեմ f-ի հացանցյալը ըստ y-ի, դե ինքը հաստատուն է, դրա համար չեմ գրում ինչ կետում, հենց b-ն է, որ ինքը պետք է հավասար չլինի 0-ի։ Այդ դեպքում այս հավասարումը կարող եմ լուծել y-ի նկատմամբ։ Մի քիչ ավելի բարդ դեպք նայենք, բայց էլի գծային, այսինքն m-ն ու n-ը հիմա ցանկացած են, ես վերցնում եմ երկու մատրից։ A մատրիցը, որը կամ A գծային արտապատկերումը, որը r m-ից գնում է rn, այսինքն ուրիշ կերպ ասած, A-ն մատրից է, ուրեմն ինքը պետք է rm-ից գնա rn, այսինքն ինքը պետք է ունենա n տող եւ m սյունյակ։ Եվ նայում եմ b-ն,
որը կլինի գծային արտապատկերում RN-ից RN։ Այս էլ նույն բանն է, որ ասենք B-ն մատրից է, որը ունի n տող եւ n սյունյակ։ Ես նայում եմ f(x,y) ֆունկցիան, որը հավասար է ax գումարած by ու գումարած ինչ-որ մի վեկտոր, ես իր անունը կդնեմ c։ Այսինքն մոտավորապես նույն տեսքի է, բայց հիմա ստեղ արդեն տարբեր են, ուրեմն ստեղ x-ը պատկանում է rn-ին, y-ը պատկանում է rn-ին։ C-ն էլ ինչ-որ վեկտոր է rn-ից։ C-ն վեկտոր է rn-ից։ Հիմա եթե ստեղ n m չափի մատրիցը կիրառում եմ x-ի վրա, ստանում եմ n չափի մատրից, այսինքն s տարե rn-ից։ Նույնը եւ մնացած երկուսի դեպքում, այսինքն ես ունեմ ֆունկցիա f, որը գործում է rm-ի եւ rn-ի ուղիղ արտադրյալից rn տարածություն։ Ես ուզում եմ նայել f(x,y) հավասար է 0 հավասարումը, արդյոք կարող եմ լուծել։ Ուրեմն քանի հավասարում ունեմ, ունեմ n հատ հավասարում, քանի որ ֆունկցիան գնում է արժեքները ընդունում է rn-ում։ Այսինքն ես ունեմ n հատ ֆունկցիա, f(x,y) հավասար է 0, այս նույն բանն է, որ ես գրեմ հավասարումների համակարգ f1 xy հավասար է 0 եւ այլն fn xy-ը հավասար է 0։ Ունեմ n հավասարում m գումարած n փոփոխականի համար։ Բայց գծային հավասարումներ են, հուսով եմ հանրաշվից անցել եք, որ երբ կարող ենք լուծել այս գծային հավասարումը y-ի նկատմամբ։ Այսինքն a x գումարած b y գումարած c վեկտոր հավասար է 0-ի, այս նույնն է, որ եթե մենք ըստ y-ի ենք ուտնում, պահենք y-ները ձախ մասում, մնացած տանենք աջ մաս, կլինի մինուս c մինուս ax, լուծել կարող ենք, եթե ուրեմն b-ն մատրից էր n չափի, միարժեք լուծումը կա, եթե b-ի դետերմինանտ հավասար չի 0-ի։ Ուրեմն եթե սա կա, ապա այսինքն միարժեք լուծում կա, հավասարումի միակ լուծումը։ Գոյություն ունի միակ y լուծումը։ Ոնց կարող ենք ուրիշ ձևով գրենք, որ դետերմինանտը հավասար չի 0-ի, նկատենք, որ թե ես f ֆունկցիան նայում եմ որպես ֆունկցիա միայն y-ից, ապա f-ի դիֆերենցիալը ըստ y-ի ցանկացած x-y կետում հավասար է հենց b-ի։ Հիշեցնեմ, որ դիֆերենցիալը այդ գծային արտապատկերում է որոշման տիրույթից արժեքների տիրույթ, այսինքն որոշման տիրույթը պարունակող տարածությունից արժեքների տիրույթը պարունակող տարածություն։ Այսինքն այս կլինի գծային արտապատկերում rn-ից rn ու դետերմինանտ հավասար չի 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ այս արտապատկերումը b-ն դարձելի է։ Այսինքն գործություն ունի հակադարձ արտապատկերում։ Ուրեմն առաջի դեպքում պայմանը այն էր, որ ածանցյալը 0 չի, բայց միջապանի դեպքում էլի նույն դարձելիության պայմանն է։ Երկրորդ դեպքում պայմանը այն էր, որ ածանցյալը, այսինքն այս դեպքում արդեն դիֆերենցիալը դարձելի է։ Այսինքն գծային հավասարումների դեպքում մենք առանց դժվարության կարողանում ենք հասկանալ, թե երբ կարող ենք լուծել f(x,y) հավասար է 0 հավասարումը։ Ուրեմն ոչ գծային հավասարումների դեպքում պատասխանը շատ պարզ է։ Եթե այս պայմանները տեղի ունեն գծայնացված հավասարման համար, ապա լոկալ, այսինքն կետի փոքր շրջակայքում մենք կարող ենք լուծել f(x,y) հավասար է հավասարումը, f(x,y) հավասար է 0 հավասարումը։ Այս է անբացահայտ ֆունկցիայի թեորեմի հիմնական իմաստը, որպեսզի լոկալ կարողանանք հավասարումը լուծել, ինչ որ տրված կետի շրջակայքում, բավական է, որ
գծայնացված հավասարման համար, այսինքն գծը ինչ է նշանակում գծայնացված հավասարում, նշանակում է ածանցալն ենք հաշվում ու ասում ենք, որ մեր հավասարումը մոտարկում ենք ածանցալով։ Դա կոչվում է գծայնացված հավասարում։ Այդ գծայնացված հավասարման համար տեղի ունի պայմանը, որը երաշխավորում է լուծման գոյությունը եւ միակությունը։ Ուրեմն, այս բարդ արդյունք է, մենք կանենք քայլ առ քայլ, այսինքն մենք սկսենք ամենապարզ դեպքից։ Ամենապարզ դեպքը այս առաջի օրինակի դեպքն է, երբ m-ը եւ n-ը հավասար են 1-ի։ Բայց կնայենք ոչ գծային հավասարումը։ Ուրեմն ինչ է ասում այս դեպքում թեորեմը։ Թեորեմ։ Ես ենթադրում եմ, որ դիցուկ ուն տիրույթ է R2-ում եւ ունենք f ֆունկցիան, որը կա անգամ անընդհատ ատանցելի է u-ից r։ Այսինքն ունեմ տիրույթ եւ ունեմ կա անգամ անընդհատ ածանցելի ֆունկցիա։ Ուրեմն դիցուկ x0 y0 կետը ու տիրույթից կետը այնպիսին է, որ ուրեմն ինչ պայմաններ ենք ուզում։ Ուզում ենք, որ f-ը x0 y0 կետում լինի 0 եւ f-ի ածանցյալը ըստ y-ի էլի այդ նույն կետում x0 y0 կետում լինի 0-ից տարբեր։ Ուրեմն ապա գոյություն ունեն ալֆա եւ բետա դրական թվերը, այնպիսիք, որ ուրեմն ես սահմանում եմ i ալֆա միջակայքը, քանի որ մի միջապանի դեպքում ենք, ուրեմն n x-երն են r-ից, որոնց հեռավորությունը x0-ից փոքր է ալֆայից, եւ j բետա n y-ներն են r-ից, որոնց հեռավորությունը y0-ից փոքր է բետայից։ Ուրեմն այնպիսիք, որ այս i ալֆա j բետայի ուղիղ արտադրյալը, այսինքն i ալֆա անգամ j բետան ընկած է ու-ի մեջ, եւ գոյություն ունի f ֆունկցիա, որը գնում է i ալֆայից j բետա, այնպես որ տեղի ունի հետևյալը. ցանկացած x y կետի համար այս երկու միջակայքերի արտադրյալից f(x)y-ը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է f(x)-ի։ Վերջի բանն էլ ասեմ, հետո կվերադառնանք ձևակերպմանը։ Ուրեմն ավելին, f-ը պատկանում է c կադասին, ինքը i ալֆայից գնում է r, եւ f-ի ածանցյալը ես կարող եմ հաշվել հետևյալ բանաձևով. df dx-ը, որը վերցնում եմ x fx կետում, բաժանած df dy, որը նույնպես վերցնում եմ x fx կետում։ Սա ձևակերպումը ավարտվում է։ Եկեք մի հատ նորից նայենք ինչ է ասում այս թեորեմը։ Ուրեմն R2 տարածությունում ես ունեմ տիրույթ։ Ես դա նկարեմ։
Ուրեմն իմ 8 տիրույթն է։ Ինձ հետաքրքրում է fxy հավասար է 0 հավասարումը։ Ես ենթադրում եմ, որ ես մի կետ ինչ որ ձևով գտել եմ։ Սա x-երի առանցքն է, y-ների առանցքն է։ Ես ենթադրում եմ, որ ինչ որ մի կետ եմ գտել այս տիրույթում, x0, y0, որտեղ ֆունկցիան արդեն իսկ 0 է։ Ու հենց այդ կետում ֆունկցիայի ածանցյալը ըստ y-ի, այսինքն n փոփոխականի նկատմամբ, որի նկատմամբ ես ուզում եմ լուծել իմ հավասարումը, f-ի ածանցյալը 0 չի։ Այս այդ նույն պայմանն է, ինչ որ մենք տեսանք գծային հավասարման դեպքում։ Գծային հավասարման դեպքում ասում ենք, որ եթե f-ի ածանցյալը ըստ y-ի 0 չի, ապա ես կարող եմ գծային հավասարումը, a-ից գումարած b-y գումարած c հավասարումը լուծել y-ի նկատմամբ։ Հիմա ստեղ ասում ենք, որ կա գոնե մի կետ, որտեղ այս բանը 0 է, որտեղ եթե գրված է x քառակուսի գումարած y քառակուսի գումարած 1, ապա ինչ պայման ուզում ես դիր, այդ հավասարումը չենք կարողանա լուծել։ Մենք ենթադրում ենք, որ կա մի կետ, որտեղ հավասարումը լուծում ունի։ f(x0, y0) հավասար է 0-ի։ Թեորեմը ասում է հետևյալը, որ ես կարող եմ գտնել x-ի շրջակայք, որը ես նշանակում եմ i ալֆա, այսինքն x0 կետի ալֆա շրջակայք, ես կարող եմ գտնել y-ի ինչ-որ փոքր շրջակայք, որը ես նշանակում եմ j բետա, նենց որ այս երկու միջակայքերի ուղիղ արտադրյալը ամբողջությամբ ընկած է իմ 8 տիրույթի մեջ։ Սիմետրիկ չի, բայց ուրեմն պարզ է։ Ու բացի դրանից, այս միջակայք գտնել դժվար չի, քանի որ բաց է x0, y0 կետը ու տիրույթում է, նշանակում է այս տեսակ միջակայքեր կան։ Ինչն է կարևոր, որ եթե ես նայում եմ իմ fxy հավասար է 0 հավասարումը միայն AS ուղղանկյան վրա, չի հետաքրքրում թե ուրիշ տեղեր ինչ է տեղի ունենում, ապա այս ուղղանկյան մեջ տեղի ունի հետևյալը, f-ը դառնում է 0, այն եւ միայն այն դեպքում y-ը, երբ y-ը գտնվում է ինչ որ f ֆունկցիայի գրաֆիկի վրա։ Այսինքն գոյություն ունի ֆունկցիա, որը i ալֆան արտապատկերում է j բետայի մեջ, ինչ որ ֆունկցիա է, այնպես որ տեղի ունի հետևյալը, եթե x, y կետը գտնվում է AS ուղղանկյան մեջ, ապա 0 է այն եւ միայն այն դեպքում, եթե y-ը հավասար է f(x)-ի, այսինքն ուրիշ կերպ ասած, այս հավասարումը AS տեսակ x-y-ների համար ունի միակ լուծումը ցանկացած x-ի համար։ Այդ լուծումը տրվում է f ֆունկցիայով, y հավասար է f(x)։ Բացի դրանից, այս f ֆունկցիան ունի մի շարք հատկություններ, ինքը ունի նույն ողորկությունը, ինչ որ մեր տրված ֆունկցիան, այսինքն եթե մեր սկզբնական ֆունկցիան եկել էր c դասից, սա էլ կլինի c դասից, եւ ածանցյալը ես կարող եմ հաշվել օգտագործելով f ֆունկցիայի ածանցյալը։ Ստեղ բնականաբար հարց է առաջանում, թե լավ, բայց սրա օգուտը, այս բանաձևի օգուտը ո՞րն է։ Որպեսզի f-ի ածանցյալը հաշվեմ, ես պետք է f-ը իմանամ, բայց f-ը չգիտեմ, այս թեորեմը չի ասում, թե f-ը որտեղ է, f-ը ինչ ֆունկցիա է, ինքը f-ը ասում է, որ ինքը գոյություն ունի, ու f-ի ածանցյալը կարելի է հաշվել այս տեսակ բանաձևով, բայց սրա մեջ մտնում է f ֆունկցիան։ Բայց կա մի բայց, ուրեմն դիտարկում, կամ նույնիսկ երկու դիտարկում, ուրեմն եթե ես ուզում եմ հաշվել f-ը, f-ի ածանցյալը x0 կետում, ուրեմն ինչ պետք է անեմ։ Եկեք որպեսզի ամեն անգամ այս մասնակի ածանցյալը չգրեմ, գրեմ f(x) ինդեքսով, պետք է հաշվեմ f(x) x0 f(x0) եւ բաժանած f(y) x0 f(x0)։ Մի քիչ ներքևի չեսնեմ սա։ Բայց ուրեմն թեորեմը ասում է, որ այս ուղղանկյան մեջ f(x, y) հավասար է 0 հավասարում ունի միակ լուծումը ցանկացած x-ի համար։
Բայց ես գիտեմ, որ f x0 y0 հավասար է 0-ի։ Հետևաբար ստեղից մի անգամից կարող եմ եզրակացնել, որ x0 կետում f-ը հավասար է y0-ի։ Այսինքն այս բանաձևը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, օգտագործելով այն փաստը, որ f x0-ն հավասար է y0-ի, քանի որ ուղղանկյան մեջ լուծումը միակն է, իսկ ես գիտեմ, որ լուծումը x0 կետում հենց y0-ն է։ Այսինքն ես ստացվում է մինուս f-ի ածանցալը ստիքսի x0 y0 կետում բաժանած f-ի ածանցալը ստիգրեկի x0 y0 կետում։ Այսինքն ես իմ անբացահայտ ձևով տրված ֆունկցիայի ածանցալը x0 կետում կարող եմ հաշվել պարզապես ունենալով x0 y0 կետերը։ Սովորաբար ածանցալը հաշվելու համար ես պետք է իմանամ ֆունկցիան մի փոքր շրջակայքում, հակառակ դեպքում ոնց հաշվեմ ածանցալը։ Բանաձևը ասում է, որ x0 կետում բացառություն է, քանի որ մենք արդեն իսկ գիտենք ֆունկցիայի արժեքը։ x0 կետում f-ը հավասար է y0-ի, հետևաբար սրա փոխարեն տեղադրում ենք պարզապես y0։ Այսինքն f-ի ածանցալը անբացահայտ ձևով տրված ֆունկցիայի ածանցալը ես կարող եմ հաշվել առանց իմանալու այդ ֆունկցիայի արժեքը փոքր շրջակայքում։ Ուրեմն այս թեորեմ կոչվում է անբացահայտ ֆունկցիայի թեորեմ, ինչի է կոչվում անբացահայտ, որովհետև մեր ֆունկցիան տրված է ոչ բացահայտ ձևով։ Ասված է, որ մեր ֆունկցիան f(x, y) հավասար է 0 հավասարման լուծումն է։ Այս թեորեմը մենք հիմա կապացուցենք, ասենք իր ապացույցը դժվար չի, բայց մինչև ապացուցելը մի ուրիշ բան էլ նկատենք։ Այս բանաձևը նախ ինքը մենք ուսումնասիրել ենք սրա ընդհանրացում բազմաչափ դեպքի համար, բայց կարող է մի քիչ բարդ թվալ, թե ոնց կարելի է այս բանը հիշել։ Իրականում շատ հեշտ է։ Մենք գիտենք, որ եթե ես f(x, y) արտահայտության մեջ որտեղ x-ը փոխվում է i ալֆայում, y-ը փոխվում է j բետայում, ես իրավունք ունեմ տեղադրելու y-ը հավասար է fx, որտեղ fx մեր անբացահայտ ֆունկցիան էր։ Եթե սա տեղադրեմ, ապա ինչ կստացվի։ Կստացվի 0, քանի որ fx-ը տալիս էր fx, y հավասար է 0 հավասարման միակ լուծումը։ Ուրեմն սա հավասար է 0-ի ցանկացած x-ի համար i ալֆայից։ Բայց եթե ես ածանցեմ սա հիմա, ես իրավունք ունեմ այս ֆունկցիան ածանցելու, քանի որ թեորեմը ասում է, որ մենք եթե ունենք c-կա դասի, այստեղ չասեցի, բնականաբար ենթադրվում է, որ կան գոնե 1 է։ Հակառակ դեպքում ածանցալի մասին խոսել չեմ կարող։ Եթե այս ֆունկցիան ածանցեմ ըստ x-ի, ինչ կստանամ։ Բարդ ֆունկցիա է, ֆունկցիաների համադրույթ է, կստանամ, որ f-ի ածանցալը ըստ x-ի գումարած f-ի ածանցալը ըստ y-ի եւ բազմապատկած փոքր f-ի ածանցալով, ուրեմն եթե մեծ f է, ապա միշտ կետը x fx-ն է, եթե փոքր f է, կետը միշտ x-ն է։ Լավ, եկեք ես f փոքր f-ի համար գրեմ, մեծի համար կլինի միշտ նույն կետը։ Եթե սա հիմա լուծեմ f'(x-ի նկատմամբ, ապա ինչ կստանամ մինուս f-ի ածանցալը ըստ x-ի x fx կետում եւ բաժանած f-ի ածանցալը ըստ y-ի x fx կետում։ Այսինքն այս բանաձևը շատ բնական ձևով ստացվում է մեր այս նույնությունից, որ f x fx հավասար է 0-ի։ Մի հատ հարց տամ, մեծատար f-ը ինչ պայման էինք դրել, որ այս մեծատար f-ը c-կա դասից էր։ Ունենք այս u տիրույթը, ինքը c-կա դասի ֆունկցիա է, որ արժեքները ընդունում է r-ում։ Ու կա այս երկու պայմանը, որ x0 y0-ում 0 է եւ ածանցալը այդ նույն կետում ըստ y-ի տարբեր է 0-ից։ Այսինքն ըստ որ փոխականի, որ ածանցալը տարբեր է 0-ից, ըստ այդ փոխականի կարող ենք լուծել միարժեք ձևով։ Ուրիշ հարց։ Շատ լավ, եթե հարց չկա, եկեք ապացուցենք այս թեորեմը, ուրեմն ապացույց։ Ուրեմն նախ կարող ենք ենթադրել, որ ածանցալը x0 y0 կետում խիստ մեծ է 0-ից։
Ինչի որովհետև եթե փոքր լինի 0, ինքը 0 չի, եթե փոքր է 0-ից, ապա f-ը կփոխարինեմ մինուս f-ով։ Ոչ մի բան չի փոխվում։ Հետևաբար ոչ մի սահմանափակում չկա, ես ենթադրեմ, եթե ես ենթադրեմ, որ f-ի հացանցալը մեծ է 0-ից։ Բայց f-ը c1 դասից է, հետևաբար հացանցալը գոնե անընդհատ է։ Ստեղից անմիջապես հետևում է, որ գոյություն ունի ինչ-որ մի հատ, ասենք, r դրական թիվ, այնպես որ ցանկացած x-y-ի համար, որը գտնվում է x0, y0 կենտրոնով և r շարավղով բաց գնդի մեջ, հացանցալը նույնպես դրական է։ df, dy, xy-ը մեծ է 0-ից։ Այսինքն ես, այս իմ x0, y0 կետն է, ես կառուցեցի ինչ-որ մի գունդ, r շարավղի, որտեղ իմ հացանցալը միշտ մեծ է 0-ից։ Սերի առանցքն է, y-ների առանցքն է։ Հիմա վերցնենք, նայենք ես իմ ֆունկցիան այս ուղի վրա։ Այսինքն ես վերցնում եմ նայում եմ f, նայում եմ f, x0, x0-ն ֆիքսել եմ, y0-ն փոխում եմ։ y0 հանած բետա և f x0, y0 գումարած բետա։ Այսինքն ես ֆիքսեցի ինչ-որ մի բետա թիվ, նենց որ, ասենք, երկու բետան թող փոքր լինի r-ից, նենց որ այս հատվածը շատ հեռու չի գնում, և նայում եմ իմ ֆունկցիայի արժեքները x0, y0 գումարած բետա, y0 գումարած բետա և y0 հանած բետա կետերում։ Ուրեմն ես գիտեմ, որ x0-ում, ես գիտեմ, որ y0 կետում այս ֆունկցիայի հացանցալը ըստ y-ի դրական է, այսինքն ոչ միայն y0-ում, այս ամբողջ գնդում դրական է։ Հետևաբար ես կարող եմ ասել, որ սա հաստատ ավելի փոքր է, քան f x0 y0-ն, որը հավասար է 0-ի, և սա էլ հաստատ ավելի փոքր է, քան f x0 y0 գումարած բետա։ Այսինքն, եթե ես վերցնեմ ինչ ցանկացած բետա թիվ, բավականաչափ փոքր եմ վերցնում, որովհետև հիմա այլ հորիզոնական ուղղությամբ եմ գնալը, որ կարողանամ հիմա այլ հորիզոնական ուղղությամբ գնալ։ Ուրեմն սա կասկած չի հարուցում, քանի որ f-ի հացանցալը դրական է, ֆունկցիան խիստ աճում է։ Հիմա ես կարող եմ վերցնել ևս, հիմա գնալ հորիզոնական ուղղությամբ, այսինքն ես նայում եմ հիմա հետևյալ կետերը, ես նայում եմ f, x, y0 հանած բետա և f, x, y0 գումարած բետա, ընդ որում x-ը ես վերցնում եմ i ալֆա միջակայքում, հիշեցնեմ, որ i ալֆան այդ x0 հանած ալֆաներ, x0 գումարած ալֆաներ։ Այսինքն, եթե շարունակեմ սա, ես կլինի y0 հանած բետան, սա y0 գումարած բետան է, այս ուղղությամբ էլ ես ստանում եմ x0 հանած ալֆա, x0 գումարած ալֆա։ Բայց իմ f ֆունկցիան անընդհատ էր, x0, y0 հանած բետա կետում ինքը բացասական էր, հետևաբար ես ալֆան կարող եմ վերցնել այնքան փոքր, որ այս արժեքը դեռ մնա բացասական։ Եվ նույն պատճառով, քանի որ սա դրական թիվ էր, ես կարող եմ ալֆան այնքան փոքր վերցնել, որ սա էլ մնա դրական։ Այսինքն ես կառուցեցի երկու հատված,
այնպես որ ներքևի հատվածում f-ը խիստ փոքր է 0-ից, վերևի հատվածում f-ը խիստ մեծ է 0-ից, ու այս ամբողջ գնդում ածանցյալը ըստ y-ի խիստ մեծ է 0-ից։ Հիմա եթե ես վերցնեմ ցանկացած կետ, x0 գումարած, այսինքն ցանկացած x կետ, եւ նայեմ իմ ֆունկցիան այս հատվածի վրա։ Ուրեմն հատվածի ներքևի կետում y0 հանած բետա կետում իմ ֆունկցիան բացասական է, y0 գումարած բետա կետում ֆունկցիան դրական է ու ֆունկցիան խիստ հաճող է ըստ y-ի։ Հետևաբար գոյություն ունի միակ լուծումը։ Այսինքն ես ապացուցեցի, որ ցանկացած x-ի համար i ալֆայից գոյություն ունի ընդ որում միակ կետը y-ը j բետայում, այնպես որ f xy-ը հավասար է 0-ի։ Հենց այս ֆունկցիան էլ ես կանվանեմ, այսինքն ես կառուցեցի ֆունկցիա f, որը i ալֆայից գնում է j բետա, ընդ որում ես գիտեմ, որ եթե ես նայում եմ արժեքները միայն այս ուղղանկյան մեջ, հիմա ես նայում եմ արժեքները, որոնք գտնվում են այս ուղղանկյան մեջ, կապի տուղանենք, նայում եմ միայն այստեղ գտնվող կետերը, ապա միարժեք կարող եմ ասել, որ ցանկացած xy-ի համար i ալֆա անգամ j բետա ուղղանկյան մեջ, f xy հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ y-ը հավասար է f(x)-ի։ Ես f ֆունկցիան հենց այդ ձևով էլ կառուցեցի։ Ինչ է մնում ապահովել, մնում է ապահովել, որ f-ը ck դասից է, ուրեմն դրա համար եկեք հասկանանք, թե ինչ է պետք ապահովել իրականում։ Եթե ես ապահովեմ, որ f-ը c1 դասից է, եւ տեղի ունի այս բանաձևը, ապա այս բանաձևը ես կարող եմ շարունակել ածանցել։ Ինչի, որովհետեւ եթե ընտրենք f-ը c2 դասից է, այստեղ ես ունեմ, որ մեծ f-ը c2 դասից է, փոքր f-ը ես արդեն գիտեմ, որ c1 դասից է ու իր առաջի ածանցյալը տրվում է այս բանաձևով։ Բայց այս բանաձևը f-ի առաջի ածանցյալ չունի, ես իրեն մի անգամ կարող եմ ածանցել։ Կստանամ, որ f-ը c2 դասից է։ Հետո եթե ես գիտեմ, որ մեծ f-ը c3 դասից է, նույն բանը կարող եմ կրկնել ածանցյալի վրա եւ այլն։ Այսինքն հիմա համառոտ գրեմ, հետո կվերադառնանք դրան։ Ուրեմն բավական է ապացուցել, որ f-ը պատկանում է c1 դասին i ալֆայում եւ f-ի ածանցյալը տրվում է մեր այդ բանաձևով մինուս fx բաժանած մինուս fy։ Ամեն անգամ մեծ f-ը, եթե գրում եմ, նշանակում է վերցնում եմ x fx կետում, փոքր f-ը միշտ x կետում։ Ուրեմն եթե ենթադրենք ես սա ապացուցեցի, ապա ինչ կարող եմ անել։ Ես այս բանաձևը, եթե ես գիտեմ, որ f-ը c2 դասից է, եւ փոքր f-ը c1 դասից է, ապա կարող եմ ասել, որ ես ածանցյալ f'(x)-ը հավասար է մինուս ածանցյալ f-ի ածանցյալը ըստ x-ի x fx կետում բաժանած f-ի ածանցյալը ըստ y-ի x fx կետում։ Ուրեմն ստեղ այս ֆունկցիան ես գիտեմ, որ ինքը c1 դասից է, քանի որ f-ը c2-ից է, մի անգամ ածանցից դարձավ c1, ստեղել է c1 ու ես իր բանի մեջ, փողականների մեջ տեղադրել եմ c1 դասի ֆունկցիա, c1 դասի ֆունկցիաների համադրույթը c1 դասից է, այսինքն սա c1 դասից է։ Հետևաբար ձախ մասն էլ է c1 դասից։ Ինչ է ստացվում, ձախ մասում ես ստանում եմ f-ի երկրորդ ածանցյալը, ստանամ f-ի երկրորդ ածանցյալը
ինչ կստանամ աճ մասում, եկեք պարզապես պետք է ածանցենք։ Էլի բարդ ֆունկցիա է, ածանցենք մի անգամ, ինչ է ստացվում, fxx գումարած fxy ածանցեցի ես երկրորդ փոփոխականի, պետք է երկրորդ փոփոխականը ածանցեմ, ստացվում է անգամ f', ես ամեն ինչը պետք է բազմապատկեմ f(y)-ով, և հանած, հիմա երկրորդն եմ ածանցում, ստացվում է fyx գումարած fyy ու մի հատ էլ f', ու ես ամեն ինչը բազմապատկում եմ մեծ fx-ով, s բաժանած fy-ի քառակուսու։ Ուրեմն ինչ եմ նկատում։ Նկատում եմ, որ f-ի երկրորդ ածանցյալը կարելի է արտահայտել մեծ f-ի երկրորդ ածանցյալների և փոքր f-ի առաջի ածանցյալի միջոցով։ Ուրիշ ֆունկցիա չկա ստեղ։ Հետևաբար, եթե ես իմանամ, որ f-ը, եթե ես արդեն ապահովել եմ, որ f-ը, եթե ես ունեմ, որ f-ը c3 դասից է և արդեն ապահովել եմ, որ f-ը c2 դասից է, ապա այս բանաձևից միանգամից ստանում եմ, որ երրորդ ածանցյալն էլ կա, այսինքն f-ը իրականում c3 դասից է α-ում, և f-ի երրորդ ածանցյալը արտահայտվում է ուրեմն մեծ f-ի մինչև երրորդ կարգի ածանցյալներով և f' և f2'-ով։ Եվ այլն, ինդուկցիայով ցույց ենք տալիս, որ եթե f-ը, ուրեմն ինդուկցիայով, կարող ենք ապացուցել, որ եթե ես գիտեմ, որ f-ը ck դասից է, ապա փոքր f-ն էլ կլինի ck դասից, ու շատ ճիշտ է ցանկացած k-ի համար։ Այսինքն, թեորեմի ապացույցը ավարտելու համար մեզ մնում է ընդամենը մի բան անել, այսինքն երկու բան անել, ցույց տալ, որ f-ը c1 դասից է, ու եթե սա ցույց ենք տվել, սա էլ է արդեն ապացուցած։ Քանի որ եթե f-ը c1 դասից է, մենք կարող ենք անել այն, ինչ որ այս դիտարկման մեջ արեցինք։ Եթե ես գիտեմ, որ f-ը c1 դասից է, ապա կարող եմ ածանցել այս հավասարությունը, կստանամ սա, բավականաչափ, եթե ալֆան վերցրել եմ բավականաչափ փոքր, ապա այս ածանցյալը 0 չի դառնում։ Այսինքն, ստեղ արդեն վերցրել եմ ես գնդի մեջ է, ածանցյալը 0 չի դառնում, կարող եմ բաժանել ու կստանամ այս բանաձևը։ Այսինքն, մեզ պետք է միայն ապացուցել, որ f-ը c1 դասից է։ Դրա համար մենք առաջի հերթին կապահովենք, որ f-ը անընդհատ է, իսկ հետո ցույց կտանք, որ f-ը ածանցելի է։ F-ը անընդհատ ածանցելի է։ Ցույց տանք, որ f-ը անընդհատ է։ Սա դեռ չգիտենք, սա ուզում ենք ցույց տալ։ Ուրեմն անընդհատության ապացույցը մոտավորապես կրկնում է n, ինչ որ մենք արեցինք փոքր f-ը կառուցելու համար։ Վերցնում ենք ելի մեր կետը x0, y0-ն։ Եկեք ցույց տանք, ասենք եկեք մի հատ հասկանանք, թե ոնց է, ինչ վիճակում ենք։ Մենք ունենք ինչ որ ուղղանկյուն։ Թե ինչ է տեղի ունենում ուրիշ տեղ, մեզ չի հետաքրքրում։ Սա մեր i ալֆան է, սա մեր j բետան է, ու ես այս ուղղանկյան մեջ ունեմ մի ֆունկցիա, որը իմ f ֆունկցիան է։ Սա մեր y հավասար fx ֆունկցիան է։ Ու սրանք n կետերն են, միակ կետերն են ուղղանկյան մեջ, որտեղ f-ը դառնում է 0։ Սա ես գիտեմ, որ y հավասար fx-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ fxy-ը հավասար է 0-ի։ Հիմա եկեք վերցնենք ցանկացած կետ։ Ես ինչ եմ ուզում ցույց տալ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի դելտա, որ եթե
x շտրիխ հանած x-ը փոքր է դելտայից, ապա fx շտրիխ հանած fx-ը փոքր է էպսիլոնից։ Սա է անընդհատությունը x կետում։ Դրա համար ես կանեմ լրիվ նույն բանը, ինչ որ նախորդ դեպքում։ Այսինքն ես կվերցնեմ առաջին հերթին կնայեմ սա։ Այս x, y գումարած էպսիլոն, y հանած էպսիլոն։ Ուրեմն ինչպես արդեն նշեցինք, f ես x-ը ֆիքսել եմ, y հանած էպսիլոնը, ինքը ավելի փոքր է քան 0-ն, ինքն էլ ավելի փոքր է քան fx y գումարած էպսիլոնը։ Անընդհատությունից ելնելով ես կարող եմ գտնել այնպիսի դելտա, որ այս ներքևի ուղի վրա, ներքևի հատվածի վրա եւ վերևի հատվածի վրա ես դեռ ունեմ բացական եւ դրական արժեքներ։ Ուրեմն գոյություն ունի այնպիսի դելտա, որ ցանկացած x շտրիխի համար, որը գտնվում է x-ի դելտա շրջակայքում, տեղի ունի հետևյալը. f x շտրիխ y հանած էպսիլոնը ավելի փոքր է քան 0-ն, այս էլ իր հերթին ավելի փոքր է քան f x շտրիխ y գումարած էպսիլոնը։ Բայց այս ինչ է նշանակում։ Սա։ Այդ նշանակում է, որ իմ f ֆունկցիայի արժեքը ցանկացած գտնվում է երկու կապույտ գծերի արանքում։ Այս նշանակում է, որ fx շտրիխը ավելի փոքր է, քան y գումարած էպսիլոնը եւ ավելի մեծ է, քան y հանած էպսիլոնը։ Չէ՞, սրանք այդ համապատասխան գծերն էին։ Y հանած էպսիլոն եւ y գումարած էպսիլոն։ Բայց y-ը մյուս կողմից հենց fx-ն էր։ fx շտրիխը ավելի փոքր է, քան fx գումարած էպսիլոն եւ մեծ է fx հանած էպսիլոն։ Այս էլ այն է, ինչ որ մենք ուզում ենք։ fx շտրիխ հանած fx-ը փոքր է էպսիլոնից։ Երբ է սա փոքր է էպսիլոնից, ցանկացած x շտրիխի համար, որը գտնվում է այս միջակայքում։ Ուրեմն տրված էպսիլոն դրական թվի համար ես կարողացա գտնել այնպիսի դելտա, որ ճիշտ է սա։ Հետևաբար ցանկացած x կետում իմ ֆունկցիան անընդհատ է, այսինքն լրիվ նույն ապացույցներ, ինչ որ f ֆունկցիան կառուցելու համար։ Պարզապես նեղ բետան էինք վերցրել նենց, որ ինքը մնար գնդի մեջ, հիմա վերցնում ենք հենց էպսիլոնը, դեստեղ իհարկե չասի էպսիլոնը կարող ենք ենթադրել, որ ինքը r-ից փոքր է, կամ r-կեսից փոքր է։ Այսինքն f-ը ցույց տվեցինք, որ f-ը անընդհատ ֆունկցիա է։ Հիմա երկրորդ քայլն է։ Արդյոք սրա մասին հարցեր կան։ F-ը ածանցելի է։ Ոնց ենք անում։ Ես արդեն գիտեմ, որ f-ը անընդհատ է։ Ուրեմն օգտագործում եմ բանը միջին արժեքի թեորեմը։ Ուրեմն ես ունեմ i ալֆան, որտեղ որոշված է իմ ֆունկցիան։ Ես վերցնում եմ երկու կետ, x և x գումարած դելտա x կետերը, որոնք պատկանում են i ալֆային։ Այդ դեպքում կարող եմ ասել հետևյալը, որ եթե ես վերցնեմ հաշվեմ f-ը x գումարած դելտա x կետում և f-ը փոքր f-ը x տեղադրեմ x գումարած դելտա x կետում, սա կստացվի 0։ Այո, սա կստացվի 0։ Բայց մյուս կողմից fx-ն է հավասար 0-ի։ Հետևաբար տարբերությունը նույնպես հավասար է 0-ի։ Այսինքն ցանկացած x-ի և ցանկացած դելտա x-ի համար, որոնք բավարարում են այս
հատկությանը, ես ունեմ այս հավասարությունը։ Հիմա ես օգտագործում եմ միջին արժեքի թեորեմը։ Հիշեցնեմ, որ միջին արժեքի թեորեմը, եթե ես ունեմ ֆունկցիա r-ից r-n, ապա հավասարություն չկա, կամ միայն անհավասարություն, բայց եթե r-ից r 1 է, ապա ես ունեմ հավասարություն, այսինքն եթե ես վերցնում եմ f, եթե f-ը, ասենք c1 դասից է, վերցնում եմ հաշվում եմ տարբերությունը fb հանած fa, ապա կարող եմ գտնել միջանկյալ կետ, այնպես որ այս տարբերությունը հավասար լինի df այդ միջանկյալ կետում հաշված եւ հաշված b հանած a վեկտորի վրա։ Այսինքն կարող պետք է վերցնեմ սկալար արտադրյալ b հանած a։ C-ն ինչ որ կետ է AB միջակայքի վրա, այսինքն միջակայք չէ, AB սեգմենտի վրա։ A-ն եւ B-ն իրար միացնող հատվածի վրա։ A-ներ, B-ներ, կա ինչ որ մի C կետ։ Այսինքն եթե ես ունեմ սկալար արժեքներով ֆունկցիա, ապա սա միշտ հնարավոր է։ Եկեք այդ բանը գրենք սրա համար։ Սերից ինչ է ստացվում միջին արժեքի թեորեմը, եթե կիրառեմ, միջին արժեքի թեորեմ, կարող եմ ասել, որ այս տարբերությունը, որը հավասար է 0-ի, մյուս կողմից կարելի է գրել հետևյալ ձևով. գոյություն ունի թետա կետ 0-1 հատվածից, այնպես, որ այս տարբերությունը կարող եմ գրել հետևյալ ձևով. f-ի մասնակի ացանցալը ստիքսի, որը պետք է վերցնել x գումարած թետա դելտա x, և եկեք սենց գրեմ fx գումարած թետա դելտա fx։ Ուրեմն ով է դելտա fx-ը, դելտա fx-ը ըստ սահմանման f x գումարած դելտա x հանած fx-ներ, այսինքն այս երկու արգումենտների տարբերությունը։ Սա բազմապատկած դելտա x-ով, ես գրեցի ացանցալը ըստ x-ի, մասնակի ացանցալը անգամ տարբերության x կոորդինատը, պետք է գումարեմ հիմա ացանցալը ըստ y-ի, էլի նույն կետում եմ վերցնում, եկեք նորից չգրեմ այդ կետը, այս բազմակետը այսպես նույն կետն է, և բազմապատկած երկրորդ փոփոխականների տարբերությամբ, որը ես նշանակեցի դելտա fx-ով։ Դելտա fx։ Ու սա նույնպես հավասար է 0-ի։ Բայց ըստ իմ ընտրության մասնակի ացանցալը գնդում երբեք 0 չէր դառնում, հետևաբար այս հավասարումը ես կարող եմ լուծել դելտա fx-ի նկատմամբ։ Դելտա fx-ը հավասար է, ինչ կստացվի, մինուս սա բաժանած սրա վրա։ Ստացվում է մինուս fx-ը վերցրած այս 3 կետում բաժանած fy-ը վերցրած այդ նույն կետում։ Ուրեմն դելտա fx-ը, ահա, մոռացա դելտա x-ը։ Սա ես ունեի նաև դելտա x։ Այսինքն ինչ եմ ստանում։ Ստանում եմ, որ f x պլյուս դելտա x հանած fx բաժանած դելտա x-ը հավասար է, այն ինչ որ գրված է ստեղ, մինուս fx-ը 3 կետ բաժանած fy-ը էլի նույն կետում։ Ինչ է պետք անել ացանցալը հաշվելու համար, ացանցալը հաշվելու համար պետք է անցնել սահմանը, եկեք անցնենք սահմանի, և դելտա x-ը ձգտում է 0-ի։ Ինչ կետ էր, սա էր մեր կետը, դելտա fx-ը ես արդեն իսկ գիտեմ, որ անընդհատ է, հետևաբար այս դելտա fx-ը ձգտելու է 0-ի, դելտա x-ն էլ ձգտում է 0-ի, երբ դելտա x-ը ձգտում է 0-ի, այսինքն ստեղ ես օգտագործել մի անգամից չէի կարող ես անել, քանի որ սրա մասին ոչ մի բան չէի կարողանա ասել։ Հիմա ես գիտեմ, որ f-ը քանի որ անընդհատ է, այս տարբերությունը ձգտում է 0-ի, այսինքն այս կետը ձգտում է fx-ի, իսկ առաջինը x գումարած թետա դելտա x-ը ձգտում է փոքր x-ի։ Հետևաբար սահմանի եթե ես անցնեմ, օգտագործելով fx-ի անընդհատությունը, f-y-ի անընդհատությունը, կստանամ մինուս fx-ը հաշված x fx կետում և բաժանած
FY-ը հաշված Y, չէ, Y չի, X fx կետում։ Այսինքն ես ստացա, որ f ֆունկցիայի ցանցալ տրվում է այս բանաձևով։ Ստեղից անմիջապես ստանում եմ, որ f շտրիխը անընդհատ է։ Եվ հետևաբար f-ը c1 դասից է։ Դե f-ը c1 դասից է, ինչպես վերևում տեսանք, ստեղից անմիջապես ինդուկցիայով հետևում է, որ եթե մեծ f-ը c-կա դասից է, ապա փոքր f-ը կլինի c-կա դասից, ու սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, եկեք մի օրինակ նայենք, որը մենք կարող ենք բացահայտ լուծել, բայց նպատակը ոչ թե լուծելն է, այլ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն եկեք մեր fxy-ը հավասար լինի x քառակուսի գումարած y քառակուսի հանած 1։ Բնականաբար fxy հավասար է 0-ի, այս նույն բանն է, որ xy-ը գտնում է շրջանակցի վրա։ Նայում եմ 1 կենտրոնով, 0-0 կենտրոնով և 1 շարավով շրջանագիծը։ Հիմա նայենք ինչ է ասում անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Անբացահայտ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ եթե x0 y0 կետը այնպիսին է, եկեք այս բազմությունը շնորհենք կեսով, միավոր շրջանագիծն է, ուրեմն եթե x0 y0 կետը այս միավոր շրջանագծի վրա այնպիսին է, որ d-ը dy-ը հավասար չի 0-ի այս կետում, ապա կարելի է կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Կարելի է կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Բայց ինչ է նշանակում, որ f-ի ածանցանված y-ի հավասար չի 0-ի։ D-ը dy-ը հավասար է ինչ է ստացվում 2y, ու s-ը հավասար չի 0-ի, այն և միայն այն դեպքում, երբ y-ը տարբեր է 0-ից։ Այսինքն մեր արգելված կետերը այս երկուսն են, սա և սա։ Բացի այս երկու կետից, ակնհայտորեն ցանկացած ուրիշ կետի շրջակայքում, եթե վերցնեմ ցանկացած ուրիշ կետ, ապա փոքր շրջակայքում ես կարող եմ լուծել այս հավասարումը, ընդ որում միարժեք ձևով։ Ընդ որում կարևոր է փոքր շրջակայքը վերցնելը, քանի որ պարզ է, որ սրա շրջակայքից դուրս ես երկու լուծում կարող եմ ունենալ։ Եթե ես բոլոր կետերը նայեմ, ապա երկու լուծում կունենամ։ Այսինքն անբացահայտ ֆունկցիայի թեորեմը լոկալ արդյունք է ու հուսալ, որ նույն պայմաններում կարելի է գլոբալ ստանալ, իրատեսական չի, քանի որ ամենապարզ օրինակը ցույց է տալիս, որ նախ կարող է երկու լուծում ունենալ օրինակ, ընդ որում եթե ես շատ մոտենում եմ այս արգելված կետերին, այս միջակայքերը, այս բաց բազմությունները, ուղղանկյունները, որտեղ գոյություն ունի միակ լուծում, փոքրանում է։ Ու դե արգելված կետերում էլ, չնայած լուծումը ես կարող եմ գրել, բայց լուծումը օրինակ հենց այս կարմիր կետում ածանցելի չի լինի։ Ինչի, որովհետև y-ը այս կետն կար։ Ուրեմն y-ը ես կարող եմ բացահայտ ձևով գտնել, ասում է ինչ քառակուսի արմատ 1 հանած x քառակուսի, ուրեմն այս ֆունկցիան ածանցելի չի, x-ը հավասար է պլյուս մինուս 1 կետում։ Ինքը որոշված է, բայց ածանցելի չի։ Հետևաբար քիչ թե շատ բան օպտիմալ պայմաններ են, զգալիորեն ավելի լավացնել հնարավոր չի։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե չկան հարցեր, եկեք ուրեմն այս են դեպքեր, երբ ես ունեի երկու փոփոխական, x և y։ Բայց
Եթե x-ի փոխարեն ես ունեմ մի քանի փոխական, ոչ մի բան չի փոխվում ապացույցի մեջ։ Այդ այն ամեն ինչը ինչ որ ստեղ արեցինք, կարող ենք անել այդ դեպքում։ Սկզբից կառուցենք մեր ֆունկցիան, պարզապես ներքևի հատվածի վրա կլինի գունդ։ Այդ ներքևի հատվածի փոխարեն, այս սրա փոխարեն կլինի այս կենտրոնով գունդ x-երի հարթությանը զուգահեռ։ Դրա համար ես հիմա պարզապես կձևակերպեմ այս արդյունքը, բայց ապացույցը կթողնեմ ձեզ։ Պետք է վերցնել այս մեկ չափանի դեպքի ապացույցը, բառ առ բառ կրկնել i ալֆա միջակայքը փոխարինելով i ալֆա գնդով։ Ոչ մի տարբերություն չկա։ Ու պետք է օգտագործել նաև այն փաստը, որ եթե ֆունկցիան ունի բոլոր մասնակի հացանցալները առաջի կարգի, որոնք անընդհատ են, ապա ֆունկցիան անընդհատ հացանցելի է։ Ուրեմն այս ամեն ինչի հետ ունենք հետևյալ թեորեմը, թեորեմ Ուրեմն դիցուկ տրված է ու որը ընկած է r m գումարած 1 տարածության մեջ, որտեղից փոխականները կնշանակեմ x եւ y, x-ը կունենա m կոորդինատ, y-ը 1, ուրեմն տրված է u տիրույթը f ck դասի ֆունկցիան u-ից r եւ x0 y0 կետը u-ում, ընդ որում նույն պայմաններն են f x0 y0-ն հավասար է 0-ի, հացանցյալը ըստ y-ի x0 y0 կետում հավասար չի 0-ի։ Ապա գոյություն երկու թիվ այս դեպքում մի կարող եմ վերցնել, նույնը կարող եմ վերցնել բոլոր փոխականների համար, ալֆան մեծ է 0-ից, գոյություն ունի բետան մեծ է 0-ից թիվ, եւ գոյություն ունի f ֆունկցիա ck դասից, որը որոշված է x0 կենտրոնով եւ ալֆա շարավող բաց գնդի վրա, ու արժեքները ընդունում է y0 հանած բետա, y0 գումարած բետա միջակայքի մեջ, այնպես որ եթե ես վերցնում եմ ցանկացած կետ xy, որը պատկանում է այս գնդին x0 ալֆա եւ միջակայքին y0 հանած բետա, y0 գումարած բետա, ապա fxy-ը հավասար է 0 հավասարումը ունի միակ լուծում, այսինքն fxy հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, եւ y-ը հավասար է fx-ի։ Ուրեմն ավելին, ես կարող եմ հաշվել f-ի բոլոր մասնակի հացանցալները։ Ցանկացած g-ի համար 1-ից m df dxg-ն x կետում, ցանկացած g-ի համար 1-ից m եւ ցանկացած x-ի համար այս գնդի մեջ x0 ալֆա, հացանցալը x կետում գրվում է լրիվ նույն բանաձևով, մինուս df dxg, պետք է վերցնեմ x fx կետում եւ բաժանեմ df dy էլի նույն x fx կետում։ Ուրեմն սա է անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, երբ մեր x փոփոխականը բազմաչափ է, բայց y փոփոխականը դեռ միաչափ է։ Արդյոք սրա մասին կան հարցեր։ Այսինքն ապացույցը լրիվ նույնն է, դրա համար ոչի բան չեմ ապացուցելու, փորձեք ինքնուրույն անենք, մեկ կնայենք պարզապես այս թեորեմի ինչ որ կիրառություններ։ Արդյոք հարցեր կան ձևակերպման մասին։
Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա նայենք այս արդյունքի կիրառությունը մի փոքր երկրաչափության մեջ։ Ուրեմն ասենք անում դնենք մակերևույթներ, շոշափող հարթություն եւ նորմալ վեկտոր։ Շոշափող հարթություն եւ նորմալ վեկտոր։ Մեկ է սկսենք ամենապարզ դեպքից։ Եթե մենք ունենք մի փոփոխականի ֆունկցիա, որը ածանցելի է ինչ-որ x0 կետում։ Ու մենք տալիս ենք հետևյալ հարցը. որն է այն ուղիղը, որը ամենամոտն է գտնվում այս ֆունկցիայի գրաֆիկին։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ոնց մեր ֆունկցիան մոտարկենք ափին ֆունկցիայով։ Այսինքն ես ընտրում եմ ուղիղ, որը տա ամենալավ մոտարկումը իմ ֆունկցիայի համար։ Սրան դուք բնականաբար ծանոթ եք, սա շոշափող ուղիղն է։ Ուրեմն ինչ տեսք ունի շոշափող, ինչ հավասարմամբ է գրվում շոշափող ուղիղը։ Այդ հայտնի է, y-ը հավասար է, պետք է վերցնեմ f-ը x0 կետում եւ f'-ը x0 կետում x հանած x0։ Ուրեմն սա շոշափող ուղիղն է, որը տալիս է իմ ֆունկցիայի համար լավագույն մոտարկումը։ Դա շոշափող ուղիղ։ Այս y-ը հավասար է fx ֆունկցիան էր։ Ուրեմն x կետում շոշափող ուղիղը ունի այս տեսքը։ Այսինքն այս լավագույն մոտարկումն է f ֆունկցիայի համար, որտեղից է դա հետևում, հետևում է Թեյլորի բանաձևից, քանի որ ես գիտեմ, որ fx-ը հավասար է f x0 գումարած f' x0 կամ նույնիսկ ոչ թե Թեյլորի բանաձևից, այլ պարզապես ածանցալի գոյությունից։ x հանած x0 գումարած փոքր o x հանած x0-ի բացարձակարժեք։ Այսինքն, եթե ես գործակցի փոխարեն վերցնեմ ցանկացած ուրիշ գործակից, արդեն կստանամ x հանած x0 կարգի տարբերություն։ Ստեղ եթե ես վերցնում եմ ֆունկցիայի եւ սրա տարբերությունը, ստանում եմ փոքր o կարգի տարբերություն։ Լրիվ նույն ձևով սահմանում ենք շոշափող հարթությունը բազմաչափ դեպքում։ Այսինքն, եթե ես ունեմ հիմա x մի րոպե, ստեղ մի բան ասեմ, ուրեմն ոնց մենք կարող ենք այս ուղիղը մի քիչ ուրիշ ձևով ընդհանրել։ Այսինքն, որ դեպքում որ կետերը գտնվեն այս ուղի վրա։ Մեր մակնայիթը հետևյալը, որ xy կետը, ասենք այս ուղի անուն դնենք, չգիտեմ, էլ xy կետը պատկանում է L ուղին, այն եւ միայն այն դեպքում, ես տեղ վերցրեցի ինչ-որ ցանկացած կետ, xy, ես էլ իմ կետն էր x0, y0, որտեղ y0-ն բնականաբար հավասար է fx0-ի։ Ուրեմն xy կետը պատկանում է ուղին, այն եւ միայն այն դեպքում, եթե այս երկու կետերի տարբերությունը, որը վեկտոր է x0-ից y0, x0-ից xy, ուղղահայաց է այս նորմալ վեկտորին։ Ճիշտ է, եթե ես ունեմ այս կորը, կարող եմ կառուցել այս վեկտորը n, այսինքն իհարկե հարց է, ունեմ կոր, թե ունեմ շոշափող ուղիղը, եթե ունեմ, ես կարող եմ կառուցել այս n վեկտորը, որը շոշափող ուղին ուղղահայաց վեկտորն է, եթե ես ունեմ այս շոշափող ուղիղը,
ապա կարող եմ կառուցել դրան ուղղայաց n վեկտորը, որը սկսվում է x0 y0 կետից։ Ու ասել հետևյալը, որ x-y-ը պատկանում է l-ին, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետևյալը. x հանած x0 անգամ n-ի x կոորդինատ գումարած y հանած y0 անգամ n-ի y կոորդինատ հավասար է 0-ի։ Հիմա եթե ես համեմատում եմ սա S հավասարման հետ, շոշափող ուղղի հավասարման հետ, ես միանգամից տեսնում եմ, որ S տալիս է նույն ուղիղը, ճիշտ է, սա այդ նույն բանն է, ինչ որ S շոշափող ուղիղը, որը նույն բանն է, ինչ որ S հավասարմամբ տրվող ուղիղը։ Այսինքն, ստեղից անմիջապես ես ստանում եմ, որ այս n նորմալ վեկտորը ինքը ուղղայաց է շոշափող ուղին, բայց ես կարող եմ սահմանել ասել, որ այս դեպքում ես կասեմ, որ n-ը ուղղայաց է նաև իմ ֆունկցիայի գրաֆիկին, որ իմ նորմալ վեկտորը nx ny-ը ինքը պետք է համեմատական լինի, այսինքն ինքը հավասար է c անգամ, ուրեմն nx-ը այդ x-ի գործակիցն է, ny-ը y-ի գործակիցն է։ Նայում եմ ստեղ, տեսնում եմ, որ x-ի գործակիցը այդ f'(x0-ն է, y-ի գործակիցը, եթե y-ը տանեմ այս կողմ, կլինի -1։ Այսինքն ինքը պետք է համեմատական լինի f'(x0 եւ -1 վեկտորին։ Ուրիշ կերպ ասած, իմ նորմալ վեկտորը, այսինքն իմ գրաֆիկին ուղղայաց վեկտորը տրվում է հետևյալ բանաձևով. n-ը x0 y0 կետում հավասար է։ Ես պետք է վերցնեմ s վեկտորը ու բաժանեմ իր երկարության վրա։ Այսինքն ստացվում է f'(x0 -1 բաժանած քառակուսի արմատ 1 գումարած f'(x0 քառակուսի։ Բնականաբար ես չգիտեմ այս վեկտորը ինչ ուղղությամբ կլինի, որտեղ երկու նորմալ կա։ Բայց ուղիղը բնութագրելու համար այդ կարևոր չի, կարող է լինի ուղղությամբ կամ մյուս ուղղությամբ։ Ուրեմն, մի չափանի դեպքում մենք հասկացանք, որն է նորմալ վեկտորը, որը շոշափող ուղիղ է։ Այս նույն բանաձևերով, այս նույն մտահղացումներով մենք կարող ենք կառուցել հիմա բազմաչափ դեպքում, այսինքն հիմա ինչ ունենք, հիմա ունենք y հավասար է fx ֆունկցիան, որտեղ x-ը արդեն rm-ից է։ X ես գրեմ rm-ից, բայց մենք կնայենք բնականաբար եռաչափ դեպքը։ Այսինքն ես ունեմ ինչ-որ մակերևույթ y, x1, x2 տարածության մեջ։ Ստեղ վերցնում եմ ցանկացած կետ եւ ուզում եմ հասկանալ, թե շոշափող ուղիղ շոշափող հարթությունը ոնց կարող եմ գրել։ Այսինքն ինձ հետաքրքրում է շոշափող հարթությունը եւ հետաքրքրում է նաեւ այս նորմալ վեկտորը։ Հիմա, եթե ես վերցնեմ այս մակերևույթը ու անեմ հետևյալը, ես ֆիքսեմ x1 կոորդինատը եւ նայեմ այն ինչ որ մնաց որպես ֆունկցիա x2-ից եւ ֆիքսեմ x2 կոորդինատը ու նայեմ այն ինչ որ մնաց որպես ֆունկցիա x1-ից։ Պարզե որ իմ շոշափող հարթությունը, եթե այս հարթության անունը ասենք դնեմ, չգիտեմ ես, շոշափող հարթությունը պետք է պարունակի այդ ստացված երկու ֆունկցիաների շոշափող ուղիղները։ Ֆունկցիաների գրաֆիկները շոշափող երկու ուղիղները։ Ճիշտ է, այսինքն ես վերցնում եմ y-ը հավասար է, եկեք երկչափ դեպք նայենք,
Կամ չէ, բազմաչափ դեպքն այն ինչն է խնդիրը։ Y-ը հավասար է fx ֆունկցիան, բայց հիմա ես այստեղ ֆիքսում եմ բոլորը x1 0 x g-1 0 պահում եմ միայն g երրորդ կոորդինատը x g գումարած 1 xm։ Եթե ես նայում եմ շոշափոխարդությունը, ապա շոշափոխարդությունը կպարունակի նաև այս ֆունկցիային, որը ֆունկցիա է միայն xg-ից, շոշափող ուղիղը, որը ուներ հետևյալ տեսքը. y-g-ին հավասար է, ինչ պետք է գրեմ, պետք է վերցնեմ f-ը x0 կետում, որը կլինի նույնը բոլորի համար, գումարած df dxg, ես պետք է հացանցեմ g երրորդ կոորդինատի, էլի վերցնեմ x կետում, x0 կետում, և գրեմ xg հանած xg0։ Ուրեմն ես ստեղ ունեմ m հատ ֆունկցիա, յուրաքանչյուր ֆունկցիայի համար ես գրում եմ շոշափող ուղիղը։ Ու ասեմ, որ իմ շոշափող ուղիղը պետք է պարունակի այս բոլոր, շոշափոխարդությունը պետք է պարունակի այս բոլոր ուղիղները։ Այսինքն իմ նորմալ վեկտորը, եթե ես հաշվում ես n-ը, n-ը պետք է ուղղահայաց լինի հետևյալ վեկտորներին։ Ուրեմն ես կունենամ 0 ամենուրեք, բացի g երրորդ կոորդինատից ստիքսի, ճիշտ է, եկեք մի հատ նախորդի հետ համեմատենք։ Ստեղ նորմալ վեկտորը ընդամենը մի ուղի էր ուղղահայաց, սրան էր ուղղահայաց, որի համար մենք կարող ենք գրել, թե այս որ վեկտորն է, այս ինչ վեկտոր է, S1 f'(x) վեկտորն է։ Հիմա այդ տեսակ վեկտորներ ստեղ կա m հատ, այսինքն n-ը պետք է ուղղահայաց լինի հետևյալ վեկտորներին, ես ամեն տեղ ստանում եմ 0, իվարկեն։ Մենք հիմա m+1 տարածությունում ենք, հա։ Այո, մի րոպե, այո, m+1 չափանի տարածության մեջ ենք։ Մենք հիմա m+1 չափանի տարածության մեջ ենք, բայց ես արդեն սկսեցի չհավատալ նրան, ինչ որ ասում եմ։ Չէ, մի րոպե, իհարկե սխալ եմ ասում, n-ը սրան պետք է զուգահեռ չլինի, մի րոպե, այս փաստարկը չի աշխատում։ Եկեք ուրիշ փաստարկ մտածենք։ Ինձ հետաքրքրում է, թե այս ինձ հետաքրքրում է, թե այս կոորդինատը, այս հարթությունը ոնց գրեմ։ Լավ, եկեք ասենց անեմ, եկեք պատասխանը գրենք, հետո տեսնենք, թե ոնց հիմնավորենք։ Ուրեմն ես պնդում եմ, որ նորմալ վեկտորը կունենա հետևյալ կոորդինատները։ Նորմալ վեկտորը պետք է համեմատական լինի հետևյալ վեկտորներին։ Ես պետք է վերցնեմ բոլոր մասնակի հացանցալները, այսինքն նորմալ վեկտորը պետք է ուղղահայաց լինի այս բոլոր շոշափողներին, այսինքն կստացվի եկեք նորից վերևից նայենք։ Ուրեմն բոլոր մասնակի հացանցալները df dx1 x0 կետում df dxm x0 կետում եւ -1։ Ես պնդում եմ, որ նորմալ վեկտորը պետք է լինի սրան համեմատական, այսինքն ուրիշ կերպ ասած, նորմալ վեկտորը կունենա հետևյալ կոորդինատները f-ի հացանցալը x1-ի, f-ի հացանցալը xm-ի եւ վերջում -1, ու ես բաժանած սրա երկարության վրա։ Քառակուսի համար նորմալ նկատի ունեմ ուղղահայաց եւ 1 երկարություն ունեցող։ 1 գումարած f x1 քառակուսի գումարած f xm քառակուսի։ Հիմա հարցը հետևյալն էր, թե ինչի է սա ճիշտ։ Ուրեմն ես պնդում եմ, որ այս վեկտորը պետք է ուղղահայաց լինի բոլոր, եթե ես ֆիքսել եմ ինչ-որ
ասենք x1 կոորդինատա եւ նայում եմ սա որպես ֆունկցիա x2-ի, ստանում եմ ինչ-որ կոր։ Եվ նույն ձևով, եթե ֆիքսել եմ x1 կոորդինատը, x2 կոորդինատը նայում եմ որպես ֆունկցիա x1-ի, ստեղ եմ ստանում ինչ-որ կոր։ Այսինքն մեզ պետք է գրել, թե այս կորին շոշափող վեկտորը ինչ կոորդինատներ ունի։ Ուրեմն եկեք գրենք։ Այս կորը մենք կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով։ Ասենք գամման, որը կախված է t-ից, ասենք նայենք այս մեկի անուն դնենք, ես ֆիքսել եմ առաջինը, այս սրա անուն դնենք գամմա 1, սրա անուն դնենք գամմա 2։ Ուրեմն գամմա 1-ը n է, ես ֆիքսել եմ x1 կոորդինատը, այսինքն գամմա t-ն հավասար է x1 կոորդինատը ֆիքսած է, ստացվում է x1 0, ճիշտ է, x2 կոորդինատը ֆիքսած չի, ստացվում է x2, եւ որպեսզի իմ կորը գտնվի մակերևույթի վրա, ես պետք է վերցնեմ f, այսինքն ոչ թե x2, այլ գրում է պետք է գրել ինչ-որ մի կոր եմ վերցնում, որ անցնում է այդ կետով x2 0 գումարած t, եւ պետք է վերցնեմ իմ ֆունկցիան f x1 0 x2 0 գումարած t։ Մի հատ հարց եմ։ Այո, Բազմաչափ դեպքում աներենք էսի, էդի ֆիքսում ենք բոլորը բացի մեկից, թե այո, ֆիքսում ենք բոլորը բացի մեկից, այսինքն ես ուզում եմ հիմա բոլորը շոշափող ուղիները գրել, ու հետո ասել, որ իմ նորմալ վեկտորը պետք է բոլորին ուղղայած լինի։ Հիմա պաստորեն ես տեսնում, որ իրականում ճիշտ էլ ասում եմ երևում, որովհետև սրա ածանցալը, ես ուզում եմ հաշվել սրա ածանցալը 0 կետում, ճիշտ է, եթե ունեմ կոր, ուզում եմ հաշվել արագության վեկտորը 0 կետում, պետք է ածանցեմ վերցնեմ 0։ Այսինքն ինչ է ստացվում, ստեղ ստացվում է 0 1 եւ f-ի մասնակի ածանցալը x2-ի։ Ու պետք է վերցնեմ x0 կետում։ Այսինքն այս գամմա 1-ն էր։ Նույն ձևով գամմա 2-ը, ստեղ պետք է ֆիքսենք x2-ը, կստացվի x1 0 գումարած t, x2 0 եւ որպեսզի կորը գտնվի ֆունկցիայի գրաֆիկի վրա, պետք է վերցնեմ x1 0 առաջի կոորդինատը եւ երկրորդ կոորդինատը տեղադրեմ։ Ու ստացվում է գամմա 2-ը 0 կետում, կստացվի 1 0 եւ df dx1-ը x0 կետում։ Հիմա ես ուզում եմ գտնել վեկտորը, որը ուղղայած է այս երկու վեկտորներին։ Դժվար չի հասկանալ, որ նորմալ վեկտորը, այսինքն n ով ուղղայած է այս երկուսին, պետք է համեմատական լինի, դե n ինչ-որ գրված էր։ Չէ, եկեք, կարծիքով կարող եմ թողնել ձեզ, որ հաշվեք, տեսնենք, որ միակ տարբերակը n է, որ որպեսզի կարող նույն սեթիվը գրել դիմացը, որ ստեղ լինի df dx1, df dx2 եւ -1։ Պարզապես ընտրում ենք անհայտ գործակիցներով վեկտոր, կստանանք սա։ Կարող ենք անել։ որ եթե սկալար արտադրյալը 0 է, ուրեմն ուղղահայաց է։ Դե բնականաբար այդ ենթադրում ենք, այո։ Այսինքն ոչ թե ենթադրում ենք, այլ սկալար արտադրյալ 0 է, այն եւ միայն այն դեպքում, եթե վեկտորներն ուղղահայաց են։ Ասեմ նույնիսկ բազմաչափ դեպքում այդ ուղղայացության սահմանումն է, ասենք այդ եռաչափ դեպքում, որ մենք կարող ենք սկալար արտադրյալը բացահայտ գրել, ասել որ տեսեք նույն բանն է ստացվում։ Չգիտեմ, համոզեցի արդյոք թե ոչ, կարող ենք փնտրել n-ի համար, ասենք գրենք դե 3 կոորդինատ n1, n2, n3, n1, n2, n3, ու ասենք, որ n1-ը, n-ը պետք է ուղղայաց լինի գամմա 1 կետով
0 կետում, ես ինչ է նշանակում, սկալար տրալ պետք է լինի 0, այսինքն ստացվում որ n2-ը գումարած n3 f x1 հավասար է 0-ի, և եթե n վեկտորը ուղղայաց է գամմա 2-ին, ապա ստացվում է, որ n1 գումարած n3-ը fx1-ը, fx, իվարկեն, ստեղ առաջինում fx2 էր, fx2 էր, ստեղ fx1-ը հավասար է 0-ի։ Այսինքն, եթե ես հիմա վերցնեմ, ասեմ, վերցնեմ n3-ը հավասար է, եթե ասենք, որ n3-ը հավասար է մինուս 1 օրինակ, ապա ստեղից մի անգամից կստացվի, որ n2-ը հավասար է fx2 և n1-ը հավասար է fx1։ Շատ լավ, այսինքն մենք հասկացանք, որ երկչափ դեպքում, եթե x երկչափանի է, ապա ստացվում է s վեկտորը, նույն ձևով բազմաչափ դեպքում ինչ է պետք անել բազմաչափ դեպքում, պետք է ֆիքսել բոլոր կոորդինատները բացի մեկից, այսինքն նայել հետևյալ կորերը, գամմա ժին կախված տեից, հավասար է բոլորը ֆիքսած են բացի ժի երրորդից, այսինքն ստացվում է x1 0, x g-1 0, ստեղ չեմ ֆիքսում, x g0 գումարած տե, և մնացածը x g+1 0, x m 0, և որպեսի կորը գտնվի մակերևույթի վրա, պետք է վերցնեմ f ֆունկցիան այս նույն կետերում, այսինքն x1 0, x g-1 0, x g0 գումարած տե, և մնացածը էլի նույնը, xm 0։ Եթե ածանցենք ու վերցնենք տեն հավասար է 0, կստացվի, որ գամմա ժի կետ 0-ում հավասար է կստանամ 0 ամենուրեք, բացի ժի երրորդից, որտեղ կստանամ 1, ու ստեղել f-ի x ժի երրորդ ածանցալը x0 կետում։ Էլի նույն ձևով գրելով հավասարումը ուղղայության համար, այսինքն որ սկալար արտադրյալ 0 է, կստանամ n-ի կոորդինատները։ Այսինքն n դեպքում, եթե իմ մակերևույթը տրված է ֆունկցիայի գրաֆիկի տեսքով, ես կարողանում եմ գտնել նախ կարողանում եմ գտնել նորմալ վեկտորը ու կարող եմ գտնել նաև շոշափող հարթությունը։ Այսինքն շոշափող հարթությունը արդեն իսկ հետևում էր Թեյլորի բանաձևից։ Ինչ տեսք ունի շոշափող հարթությունը y-ը հավասար է f x0 գումարած գումար ժին հավասար է 1-ից m df dxg հաշված x0 կետում և xg հանած xg0։ Այսինքն ստեղից ևս մեկ անգամ տեսնում եմ, որ եթե այս հարթությունն է գրված, ապա հարթությանը ուղղայած վեկտորը որն է, պետք է վերցնել այս բոլոր x-ների դիմաց գտնվող որտակիցները։ N-ը ինչ կլինի, x-երի համար ստանում եմ f(x1)-ը, f(xm)-ը, բնականաբար բոլորը x-երը կետում, y-ի համար ստանում եմ, եթե y-ը բերում եմ աչմաս, ստանում եմ -1։ Ուրեմն այս n դեպքում, եթե իմ մակերևույթը տրված է գրաֆիկի տեսքով, y-ը հավասար է fx ֆունկցիայի գրաֆիկի տեսքով։ Բայց, օրինակ շրջանագիծը, այս մեր վերևում տրված շրջանագիծը, ուր էր, x քառակուսի գումարած y քառակուսի հանած 1-ը տրված է fx y-ը հավասար է 0 հավասարման տեսքով։ Այսինքն m գումարած 1 չափանի տարածության մեջ, եթե ես ունեմ m գումարած 1 չափանի տարածություն, և ունեմ f ֆունկցիա, որը r m գումարած 1-ից կամ իր ենթաբազմությունից գնում է
R-ի մեջ, ապա ես կարող եմ նայել հետևյալ հավասարությունը, f x-ը հավասար է 0, եկեք m գումարած 1 չգնեմ, գրեմ m, հա, որովհետև կոնկրետ այս դեպքում ավելի հարմար է m ունենալ։ RM տարածությունից գնում R, ես կարող եմ նայել fx-ը հավասար է 0 հավասարումը, այսինքն եթե ես կարողանամ այս հավասարումը լուծեմ փոփոխականներից մեկի նկատմամբ, ասենք վերջինի նկատմամբ, xm-ը հավասար է f x1 xm-1, ապա ես կարող եմ ստացված կարող եմ ասել, որ ես ունեմ մակերևույթ RM-ում։ Այսինքն հարցը այն է, թե կարող եմ արդյոք այս հավասարումը լուծել փոփոխականներից մեկի նկատմամբ։ Հիմա անբացահայտ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ այո, որոշ պայմանների դեպքում հնարավոր է։ Այսինքն եթե ես ունեմ x0 կետ, կամ ասենք եկեք p-ով նշանակենք կետը, որ այս բաների հետ շփոթենք, ուրեմն p-ն հավասար է թող լինի p1 pm, այս կետը RM-ում, նենց որ f-ը p կետում դառնում է 0, այսինքն այս մակերևույթը այս բազմությունը դատարկ չի, ու ես պահանջում եմ, որ df-ը վերջի կոորդինատի նկատմամբ, մասնակից անցյալ վերջի կոորդինատի նկատմամբ p կետում լինի տարբեր 0-ից։ Այս հենց այն պայմաններն են, որոնք որ կան անբացահայտ ֆունկցիայի թեորեմում։ Այսինքն եթե այս երկու պայմանները կան, ես կարող եմ կիրառել անբացահայտ ֆունկցիայի թեորեմը, ու եզրակացնել, որ ես կարող եմ վերջի կոորդինատը xm-ը ներկայացնել որպես ֆունկցիա առաջի m-1 կոորդինատից։ Այսինքն, ուրեմն մի հատ նորից, ես ունեմ f ֆունկցիան, որը ողորկությունը եթե չեմ գրում, նշանակում է, որ այնքան ողորկ է, ինչքան պետք է։ Նայում եմ fx-ը հավասար է 0 հավասարությունը, ու հարց եմ տալիս, արդյոք սա ինչ որ ճիշտ է շատ ողջամիտ իմաստով ինչ որ մակերևույթ է սահմանում RM-ում, եւ եթե այդ մակերևույթը սահմանում է, ապա որոնք են այդ մակերևույթի շոշափոխարտությունը եւ նորմալ վեկտորը։ Հիմա մենք այն դեպքում, եթե մենք ունենք ֆունկցիայի գրաֆիկ, մենք այդ բոլոր հարցերին պատասխանեցինք։ Հարցերի պատասխանը սա էր։ Հիմա ինչ կլինի այս ընդհանուր դեպքում, եթե fx հավասար է 0-ի։ Մենք պետք է այս նույն պատասխանը գրենք այս ստացված ֆունկցիայի համար։ Ոնց պետք է անենք, նախ գրենք նորմալ վեկտորը։ Ես ունեմ f-ի, այո, ինչ որ հարց։ Էլի լոկալ բան է, չէ՞։ Այո, էլի լոկալ բան է, այսինքն այս մակերևույթը գլոբալ չեն կարող ուսումնասիրել, բայց գոնե լոկալ, այս p կետի շրջակայքում փորձում ենք ուսումնասիրել։ Ուրեմն ինչ է ստացվում, եկեք սկսենք նորմալ վեկտորից։ Բնականաբար այստեղ նորմալ վեկտորը ոչ թե սա էր, այլ բազմապատկած այն քառակուսի, այստեղ բաժանած քառակուսի արմատ 1 գումարած կլինի գրադիենտ f-ի քառակուսի։ Հիմա եկեք այս նույն արտահայտությունը գրենք կոնկրետ այս դեպքում։ Այսինքն n-ը, n-ի j-երորդ կոորդինատը պետք է հավասար լինի, ուրեմն ինչ է այս անբացահայտ ֆունկցիայի թեորեմի միջոցով տրված ֆունկցիայի df dx կամ եկեք մի անգամից ամբողջ վեկտորը գրենք, հա, որ ավելի հեշտ լինի։ Ուրեմն n1 n m-ը մի քիչ սիրուն չի, բայց ոչինչ։ Ուրեմն ինչ պետք է վերցնեմ։ Պետք է վերցնեմ df dx1 եւ այլն df dxm մինուս 1 եւ վերջի կոորդինատը ես գիտեմ, որ ինքը մինուս 1 է, եւ այս ամեն ինչը պետք է բաժանեմ
քառակուսի արմատ։ Եկեք ցենց գրեմ f x1 քառակուսի գումարած եւ այլն, գումարած f xm քառակուսի եւ գումարած 1։ Այս նորմալ վեկտորներ։ Հիմա ինձ հետաքրքրում է այս համարիչը, քանի որ այս հայտարարը բոլորի համար նույն թիվն է։ Վերջիվերջո շոշափող հարթություն գրելու համար ես պարտավոր չեմ հենց 1 երկարությամբ վեկտոր ունենալ, ցանկացած երկարությամբ վեկտոր կարող եմ գրել որպես նորմալ վեկտոր։ Բայց ես ինչ գիտեմ, որ df dxg-ն ամբացայից ֆունկցիայի թեորեմը ասում է, որ սա հավասար է մինուս df dxg, որը ես պետք է վերցնեմ իմ p կետում, ինձ հետաքրքրում է p կետում, բաժանած df dxm-ը նույնպես p կետում։ Հետևաբար, այս նորմալ վեկտորը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ուրեմն ամենտեղ մինուս կար, այս մինուսը կարող եմ ընդհանուր անել։ Ստացվում է f-ի ածանցալը ըստ x1-ի բաժանած f-ի ածանցալ ըստ xm-ի, f-ի ածանցալ ըստ xm-1-ի բաժանած f-ի ածանցալ ըստ xm-ի եւ 1, ու այս ամեն ինչը բաժանած այս ինչ-որ թվի վրա, եկեք իր անուն դնենք c։ Հիմա այստեղ տեսնում եմ, եթե այս բոլոր կոորդինատները բազմապատկեմ fxm-ով, ապա այս բոլոր fxm-ները կվերանան, բայց այստեղ մի հատ fxm կառաջանա։ Այսինքն ես կարող եմ այս նորմալ վեկտորը գրել հետևյալ ձևով, ինչ որ մի հատ ուրիշ հաստատում, c' անունը կդնեմ, f-ի ածանցալը ըստ x1-ի p կետում եւ այլն, f-ի ածանցալը ըստ xm-ի նույն p կետում։ Այսինքն եզրակացությունը այն է, որ իմ նորմալ վեկտորը կարելի է գրել հետևյալ տեսքով, գրադիենտը f ֆունկցիայի p կետում, եւ որպեսզի երկարությունը լինի 1, ստացվի գրադիենտը f ֆունկցիայի p կետում նրա երկարությունը։ Այսինքն այս դեպքում իմ նորմալ վեկտորը ավելի հեշտ բանաձևով է տրվում, քան թե նախորդ դեպքում, գրաֆիկի դեպքում։ Բնականաբար մի բան է, բայց գոնե հիշել ավելի հեշտ է։ Այսինքն եթե ես ունեմ fx-ը հավասար է 0 մակերևույթը իսկ երբ ունեմ մակերևույթ, եթե օրինակ գրադիենտը 0 չի, օրինակ վերջին փոփոխական նկատմամբ ածանցալը 0 չի, ապա սրա նորմալ վեկտորը տրվում է այս բանաձևով։ Նորմալ վեկտորը կարելի է հաշվել դնենք 1 բանաձևով։ Իսկ ոնց կառուցենք շոշափող հարթությունը, այդ արդեն այն նույն մտահղացումն ենք օգտագործում, եթե ես ուզում կառուցել շոշափող հարթությունը, երբ կետը գտնվի հարթության մեջ, եթե ես գիտեմ նորմալ վեկտորը, կետը գտնվի հարթության մեջ, այն եւ միայն այն դեպքում, եթե s վեկտորը ուղղայաց է սրան։ Այսինքն s-ին p կետն է, s q կետն է, s էլ նորմալ վեկտորն է, q-ն պատկանում է հարթությանը, այն եւ միայն այն դեպքում, երբ p q վեկտորը ուղղայաց է n-ին։ Այսինքն, եթե s-ին p կետը ունի x1 0 xm0 կոորդինատները, ապա կարող եմ ասել, որ q կետը, որը կոորդինատները նշանակենք x1 xm-ով, q-ն կպատկանի այս իմ շոշափող հարթությանը, այսինքն հարթություն, որը անցնում է p կետով եւ ուղղայաց է n-ին, կպատկանի շոշափող հարթությանը, այն եւ միայն այն դեպքում, երբ pq վեկտորը ինչ տեսք ունի x1 հանած x1 0, xm հանած xm0, սա պետք է ուղղայաց լինի n-ին։ Իսկ այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ գումար g-ն հավասար է 1-ից m, df dxg ես գրեցի նորմալ վեկտորի
միայն այս կոորդինատները, որտեղ սա նշանակություն չունի, դեր dxg-ին p կետում եւ բազմապատկած xg հանած xg 0-ով։ Այս արտադրյալը պետք է լինի հավասար 0-ի։ Սա տալիս է իմ շոշափող հարթության հավասարումը։ Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ։ Այո, ուզում եմ Ահա։ բան հասկանամ։ Նախ որ գրադիենտը եթե 0 լինի, այդ ինչ է նշանակում, որ Այդ նշանակում է ոչ մի բան չեն կարող ասել, նշանակում է կարող է շոշափողարտություն ընդհանրապես գոյություն չունենա, կամ կարող է մի քանի բայց այնեք միաչափ դեպքում, ինչ դեպքում միաչափ դեպքում, երբ որ ածանցալը 0 է, դա ուղղակի շոշափողը հորիզոնական է, չէ՞նք ասում, թե մի րոպե։ Միաչափ դեպքը իրականում երկչափ դեպքն է, որովհետև մենք նայում ենք հարթության մեջ, ճիշտ է, xy։ Այսինքն, եթե այս հարթության մեջ մենք տալիս ենք կոշ, գրաֆիկի տեսքով y հավասար է fx, այս նույնն է, որ ասենք fx հանած y հավասար է 0-ի։ Այսինքն, եթե այս ֆունկցիայի անունը ես դնեմ մեծ fxy, ապա սրա գրադիենտը եթե ես հաշվեմ, կստացվի f'(x) եւ -1։ Իսկ սա երբեք 0 չի, քանի որ -1 է երկրորդ կոորդինատը։ Համաձայն ենք սրա հետ, որ այս դեպքում, եթե ես արդեն գիտեմ, որ ֆունկցիան գրաֆիկի տեսքով է, ապա շոշափող ուղիղ միշտ գոյություն ունի, եթե f-ը ողորկ է։ այո։ Բան դեպքում, եթե ես տրված է պարզապես այս ձևով fxy-ը ցանկացած ինչ-որ ֆունկցիա, ապա սրա գրադիենտը կարող է դառնալ 0։ Այդ դեպքում եզրակացության գալ չեմ կարող, որովհետև եկեք օրինակներ նայենք։ Օրինակ նայենք x առաջին օրինակը x խորանարդ հանած y խորանարդ հավասար է 0-ի։ Բնականաբար սա նույն բանն է, ինչ որ x հանած y հավասար է 0-ի։ Հետևաբար գոյություն ունի շոշափող հարթություն, հենց շոշափող ուղիղ, որը հենց x հավասար է y-ն է։ Եկեք երկրորդ օրինակը նայենք, ասենք x Իվերքյան, ինչ եմ ուզում, x քառակուսի հանած y խորանարդ հավասար է 0-ի։ Բնականաբար սա նույն բանն է, ինչ որ y-ը հավասար է x-ի 2/3 աստիճան։ Y-ը ստացվում է միշտ դրական, այսինքն սրա գրաֆիկը դժվար չի կառուցել։ Ստանում եմ մոտորապես, քանի որ աստիճանը 1-ից փոքր է, այսինքն պայիրանն հենց ոնց որ արմատ x-ն է պահում, ինչնակ չնկարեցի։ Սենց եւ սա։ Բայց բացական արժեքներ ունեն, ավա x-ի Չէ, բացական։ բացական արժեքը չէ, այս իհարկե մի քիչ անհաջող էր։ Այն իմաստով, որ այս դեպքում էլ իհարկե կարող ենք ասել այս x հավասար է 0, x հավասար է 0 ուղիղ շոշափող է, քանի որ ամենալավ ձևով է մոտարկում, բայց Այս դեպքում արդեն մի քանի հատ կա այդ մոդուլի ստեպն է ստացվում էլի։ Մի խոսքով, սրանից ելնելով կարող եք օրինակ կառուցել, որ իրականում այս դեպքում չնայած ֆունկցիան ողորկ է, բայց շոշափող հարթությունը միակ ձևով չի որոշված։ Այսինքն ոչ թե միակ ձևով չի, այլ գոյություն չունի մի ֆունկցիա, որը մոտարկում է ամենալավ ձևով։ Մի հատ երրորդն էլ նայենք, x քառակուսի հանած y քառակուսի հավասար է 0-ի։ Էլի գրադիենտը 0 կետում 0 է դառնում։ Այս դեպքում ստացվում է x հավասար է y-ի։
Այսինքն ստանում ենք երկու ուղղայաց ուղիղ։ Այս դեպքում արդեն նույնիսկ մակերևույթ չի որոշում այս ֆունկցիան, այսինքն կոր չի որոշում, որովհետև սա ենք ստանում։ Այսինքն, եթե գրադիենտը 0 չի, լոկալ մենք իրան կարող ենք ներկայացնել գրաֆիկի տեսքով, ու եթե գրաֆիկի տեսքով է, ապա միշտ գոյություն ունի շոշափող հարթություն կամ շոշափող կոր։ Շոշափող ուղիղ նկատի ունեմ։ Այսինքն, ինչն է մեր պայմանը։ Մեր պայմանը այն է, որ այս նորմալ վեկտորը որոշված լինի։ Որովհետեւ նորմալ վեկտորը որոշված լինի, պետք է որ գրադիենտը 0 չլինի։ Որտեղ եթե գրադիենտը 0 չի, ապա կոորդինատներից մեկը 0 չի, ու հենց այդ կոորդինատի նկատմամբ մենք հավասարումը կարող ենք լուծել անբացահայտ ֆունկցիայի թեորեմի շնորհիվ։ Ну, էդի հասկացա, բայց հիմա փորձում հասկանամ, իսկ ինչ կլինի, եթե փորձենք n կոորդինատով այդ ֆունկցիան կառուցենք, որում գրադիենտը է, որում մասնակի ադանցալը 0 է։ Մի վարքյան, ինչ է նշանակում n կոորդինատով ֆունկցիա։ Անբացահայտ ֆունկցիայի թեորեմում, ելի մեզ պետք էր գալիս, որ ադանցալը ըստ y-ի 0 չլներ։ Ուզում հասկանամ այդ հատկությունը ինչ է նշանակում, էլի։ Այդ հատկությունը ինձ նշանակում է, որ այսինքն որ անբացահայտ ֆունկցիայի թեորեմը կիրառելի է, որտեղ եթե այդ հատկությունը չկա, վերցնենք այս ողորկ ֆունկցիա է, բայց մենք չենք կարողանում 0-ի շրջակայքում որևէ բան ասել, որովհետև չենք կարող լուծել միարժեք ձևով, ինչքան էլ փոքր շրջակայք վերցնենք։ Հասկանում ենք էդ է ասում, բայց էդի ինչ է տալիս ուրիշ, էդի ինչ է նշանակում, այդ 0 չլինել էլի մասնակի ադանցալը։ Նկատի ունեք գրադիենտի 0 չլինելը, թե մասնակի ադանցալի։ Գրադիենտի 0 չլինելն հասկացա, ուղղակի այդ մասնակի ադանցալի 0 չլինելը, հետո օգտագործում ենք, որ ամեն ինչ ստացվի այդ ոչ անբացահայտնել ամեն ինչն էլ, բայց իսկ եթե օրինակ 0 լինի այդ մասնակի ադանցալի դեպքում ինչն է խանգարում էլի։ Չէ, եթե 0 է, ամեն ինչ կարող է լինել, կարող է այս դեպքում 0 էր, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Կարող եմ ես լուծել, ստանում եմ ողորկ կոր։ Այս դեպքում էլի կարող եմ միարժեք ձևով լուծել, բայց կորը, այս կորը դժվար է ողորկ անվանել, չէ՞։ Այսինքն ես պարզել որ այս կետում ինքը ողորկ չի։ Այսինքն եթե գրեմ y հավասար է fx ֆունկցիա, այս fx ֆունկցիան 0 չի։ Այսինքն այս գրադիենտը 0 դառնալը կարող է պատճառ լինել, որ ստացված կետերի բազմությունը ոչ մի նորմալ բանով սահմանումով ողորկ չի լինում։ Կամ կարող է պատճառ լինել, որ ընդհանրապես հնարավոր չի իրան սահմանել որպես ինչ որ կոր, մակերևույթ կամ կոր հարթության մեջ, քանի որ այս մի կետով երկու կոր է ասնում։ Ասենք կոր ասելով մենք ինչ ենք ուզում տեսնենք, մենք ուզում ենք տեսնենք այս տեսակ մի բան կամ այս տեսակ մի բան, բայց ոչ թե սա։ Այսինքն ոնց է օրինակ երբ որ մինիմումներն ենք ուսումնասիրում, եթե երկրորդ ադանցալը դրական է որոշված, ապա հաստատ մինիմում է։ Եթե պարզապես դրական է, ամեն ինչ կարող է լինի, կարող է մինիմում լինի, կարող է մաքսիմում լինի, կարող է ոչ են լինել, ոչ են։ Այսինքն գրադիենտի 0 չլինելը դա ամենը բավարար պայման է, բայց ոչ մի ձևով, ոչ մի ուղղությամբ անհրաժեշտ չի։ Լավ, հասկացա։ Շնորհակալություն։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, ուրեմն այսօր այսքանը, մեզ մնում է եւս մի հանդիպում 5-շաբթի օրը, ուրեմն 5-շաբթի օրը կուսումնասիրենք այս անբացահայտ ֆունկցիայի թեորեմի բազմաչափ դեպքը ու երևի մի քիչ ժամանակ կմնա այդ նույն թեորեմի այլ տարբերակները, ու մի երկու հատ օրինակ փորձենք նայել։ Իսկ հակադարձ ֆունկցիայի թեորեմ, որ ասում այդ հակադարձ ֆունկցիայի թեորեմը էլի բազմաչափի հետևանք է, այսինքն ուսում եմ այդ ամեն ինչ կարողանանք մյուս անգամ նայել։ Իրականում այդ երկու արդյունքները համարժեք են իրար, եթե գիտենք մեկը կարող ենք մյուսը դուրս բերել, բայց այդ կլինի մյուս անգամ։ Շատ լավ, եթե ուրիշ հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ստեսություն բոլորին, կհանդիպենք 5 շաբթի։